Աստվածաշնչյան ընթերցանություն ամենառավոտ Չարլզ Սպերջեն նոյեմբերի 30 Ամասյան Աստծո մարդուն ասաց. բայց այն 100 տաղանդը, որ տվել եմ Իսրայելի բանակին, ինչ անեմ։ Եվ Աստծո մարդն ասաց. Տերը քեզ դրանից ավելին կարող է տալ։ Երկրորդ մնացորդաց 25:9 Այս հարցը շատ կարևոր էր Հուդայի թագավորի համար։ Հնարավոր է այն ավելի կարևոր է փորձության և գայթակղության մեջ եղող քրիստոնյայի համար։ Գումարի կորուստը հնարավոր չէ հաճելի իրադարձություն անվանել, նույնիսկ երբ դա են պահանջում համոզմունքները։ Մենք միշտ չէ, որ պատրաստ ենք հրաժարվելու գումարից։ Ինչու կորցնել այն, հարցնում ենք ինքներս մեզ, ինչը կարելի է շահավետ օգտագործել։ Արդյոք մենք չափազանց թանկ չենք վճարում ճշմարտության համար։ Ինչպես գլուխ հանենք առանց միջոցների։ Չէ՞ որ մենք երեխաներ ունենք և փոքր եկամուտ։ Այս բոլոր փաստարկները հազարավոր այլ փաստարկների հետ միասին կարող են քրիստոնյային գայթակղության տանել։ Ֆինանսական կորուստներից խուսափելու համար նա կարող է զոհաբերել իր սկզբունքները և համոզմունքները, գտնել նյութական բարեկեցությունը բարելավելու այլ ընտրանքային ուղի։ Ամեն ոք չի կարող այս հարցը լուծել հավատի լույսի ներքո, այդ պատճառով էլ ապրում է, բայց չէ որ ապրել է պետք սկզբունքով։ Սիրելիներ, Տերը քեզ դրանից ավելին կարող է տալ։ Ահա այդքան հուզող հարցի սփոփիչ պատասխանը։ Մեզ համար անհրաժեշտ բոլոր միջոցները Հոր ձեռքերում են, և ամենը, ինչ մենք կզոհաբերենք հանուն Իրեն, նա կհատուցի մեզ հազարապատիկ։ Եթե կատարենք նրա կամքը, նա կփոխհատուցի մեզ առանց որևէ կասկածի։ Տերը պարտք չի մնա ոչ մի մարդու։ Սրտանց շռայլության մի հատիկն ավելի արժեքավոր է, քան տոնաներով ոսկին։ Իր խիղճը մաքուր պահած մարդը ձեռք է բերել անհամեմատ ավելին, քան կորցրել է։ Տուր տառապյալին թեկուզ հնամաշ հագուստդ և Աստծուց հոգևոր հարստություն կստանաս, որը զգալիորեն կգերազանցի այն ամենն, ինչ տվել ես։ Աստծո ժպիտը զնդանում ուրախություն է մաքուր սրտի համար, իսկ հանդիմանող հայացքն պրանքում նման է դժոխքի։ Եթե անգամ վատագույնը պատահի և սպառվեն մեր բոլոր միջոցները, մենք չենք կորցնի մեր անգին գանձը, քանի որ այն երկնքում է, այնտեղ, որտեղ Քրիստոսը բազմել է Հոր աջ կողմում։ Ընդ որում Տերը հնարավոր է դարձնում, որ խոնարհներին արդեն հիմա ժառանգեն երկիրը։ Ոչ մի բարություն չի խնայելու շիտակ քայլողներից։ Սաղմոս 84:11